Եկեղեցին հենց ինքնին իր հոգևոր առաքելությունից զատ և դժբախտաբար շատ հաճախ նաև վեր զբաղվել է և կա որպես պետականաստեղծ հաստատություն և զբաղվել է այդ առաքելությամբ նաև։ Եվ հետևաբար երբեք չի կարող եկեղեցու և պետության միջև որևէ առնչակցություն աղճատման իմաստով, և մենք շատ հաճախ նմանացրել ենք դա մարմնի և ոգի ունենալը։ Մարմինը պետությունը, եկեղեցին է ոգին։ Խնդիրը ժամանակ ծագող այս կամ այն կառավարություններն են, որոնց քինքին հաճելի չի լինում շատ հաճախ այն խոսքը, որ եկեղեցին որպես իր հիմնական գործիքը միջոց ունի կիրառելով տվյալ ժամանակներում, տվյալ ժամանակի հետ կապված հատկապես խնդիրների բարելավում։ Եվ հենց եկեղեցու առաքելության կարևորագույն հատկանիշներից մեկը հենց խնդիրներին անդրադառնալն է։ Մենք այսօր ոչ թե խնդիրներ ունենք, այլ մենք ամբողջական աղետի մեջ ենք։ Եվ դա եւ անընդհատ փորձում են դիտարկել քաղաքականության մեջ գտնվելու ծիրից ներս, դա ուղղակի մոլորություն է, խաբերություն։ Եկեղեցին այսօր կոնկրետ խոսում է գոյաբանական վտանգի մասին, որ մենք որպես ազգ պետություն ուղղակիորեն հայտնվել ենք եւ այո, հենց ժամանակի կառավարիչներն են բոլոր ժամանակների պատասխանատուները։ Եվ մատնացույց են եկեղեցին, այն մեղքը, այն գործած սխալները եւ նաեւ ինչու՞ չէ մեր աչքի առջև են պատմությունը, մենք ուրացում, որ ուղղակիորեն տեղի է։ Հետևաբար այդ կառավարությունը փոխարեն օգտվելու այդ դիտարկումից կամ ցուցումներից կամ ուղղությունից, որը անաչառ ուղղություն է, որը քաղաքական որևէ շահ, նպատակ, ձգտում, ինչ ասեմ, օրակարգ չունի եւ օգտակար եւ առողջարանը օգտվել է ոչ թե հակամարտել։ Հիմա այսօր մենք գտնվում ենք հենց այդպիսի իրավիճակում եւ ուղղակի հակամարտության են տանում բոլոր առումներով, բոլոր շերտերով, նույնիսկ անընդունելության աշխարհը, բարոյական որևէ գիծ, սահման, չափ, որևէ բան գոյություն չունի այսօր։ Եվ դա այս մարդկանց վարկագիծն է պատահած։ Հիմա ես չեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել այսպես կոչված քաղաքական երանգ տալու, բայց պատկերը շատ պարզ է։ Ինչպես սկզբից ասացի, եկեղեցի եւ պետություն հարաբերությունների աղճատում գոյություն չունի, որտեղ եկեղեցին հենց այդ պետության եւ պետականության համար պայքարած բացարձակ հազարավոր տարիների ինստիտուտն է, համակարգն է։ Եթե մի պահ չանդրադառնանք իր հոգևոր առաքելությանը։ Երկրորդը այդ աղճատումը տեղի ունենում այն պատճառով, որ ժամանակի կառավարիչները հավանաբար եւ այս Բուրունդիմա ներկայիս ցանկանում են ենթարկեցնել իրենց բոլոր ծրագրերը իրականացնելու, որը ուղղակիորեն անկարելի է անընդունելի։